Բարեցես, մենք շարունակում ենք զրուցել իրավապաշտպան Մայա Բարխուդարյանի հետ, քննարկելով թե ինչպես են հանրային կարևորության հարցերը մտնում քաղաքական օրակարգ եւ դուրս գալիս որպես իրավունքի խախտման դեպք։ Տիկին Բարխուդարյան, եթե քաղաքացիական հասարակությունը իդեմս ենթադրենք իրավունքի իրացման միջազգային ավելի զորեղ ատյանների հենարան չունենար, դժվար կլինի որևէ քաղաքացիական կազմակերպության համար պետական մեքենայի հետ արճակատվել։ Արդյոք քաղաքացիական հասարակության անկումը եւ կազմակերպությունների, որոնք դեռ շարունակում են աշխատել ավելի դժվար աշխատանքը, ավելի դժվար գործունեությունը, պայմանավորված չէ նաեւ այն հենարանի բացակայությամբ, որ կա։ Ես այդտեղ համաձայն եմ, որ տենց դրա մասին հիմա կխոսեմ։ Մի ուրիշ բան էլ կա։ Քաղաքացիական հասարակությունը ոչ միայն քաղաքացիական ոչ առևտրային կազմակերպություններն են։ Քաղաքացիական հասարակությունը ավելի մեծ հասկացություն է, որ ներառում է լրատվական միջոցները, կուսակցությունները նույնիսկ, որոնք իշխանություն չունեն, այդ կազմավորումները ֆորմալ եւ ոչ ֆորմալ, ոչ կառավարական կազմակերպությունները, ՀԿ-ները, այսպես հասարակական կազմակերպությունները։ Մինչև բակի ժողովուրդը։ Իհարկե, ու մարդիկ, որոնք կարծիք են այդ հայտնում, որոնք կարող են ունենալ ազդեցություն իրանց հարևանների շրջապատում, իրանց բարեկամների ընդհանուր ավելի լայն աուդիտորիայի համար, այդ բոլորը քաղաքացիական հասարակությունը։ Եվ եթե մենք հիշենք Ամուլսարի պատմությունը, երբ որ քաղաքացիական հասարակությունը շատ դժվար պայմաններում էլի կարողացավ իր ասելիքը հասցնել, որտեղ պայմանները նրանով էին դժվար, որ երբ որ Լիդիան Արմենյան պայմանագրեր ունի տարբեր մասնագետների հետ, տարբեր մեդիաների հետ, տարբեր ինֆլուենսերների հետ, այսպես ասած, ու բրդում է իր օրակարգը, որ ամեն ինչ շատ լավ, ամեն ինչ ճիշտ ենք անում եւ այլն, ու օգուտ ենք բերում, հակառակ կարծիքը, հակառակ մոտեցումը հնչեցնելը շատ դժվար էր։ Մանավանդ որ Լիդիա Արմենյան շատ ագրեսիվ կերպով սկսեց դատական գործեր բացել այն ակտիվիստների դեմ, որոնք որ խոսք են ասում, ինչ-որ բան են ասում, ինչ-որ բան են ապացուցում։ Ու հետաքրքիրն է, որ այդ քաղաքացիական հասարակությունը, որտեղ կային համայնքի բնակիչներ, տեղի ակտիվիստներ, որոնք դառան ակտիվիստներ հենց այդ հարցի պատճառով, իրավաբաններ, էկոլոգիայի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ եւ անձիկ, իրանք բացի նրանց, որ թիրախավորվեցին, տարբեր լրատվամիջոցներով նրանց դուրս էին հանում, այդպես ներկայացնում էին որպես կամ անհեթեթ շատ այդ բաներով, կամ ինչ որ մեկի շահեր պաշտպանող, ինչ որ ուրիշ կազմակերպության շահեր, չգիտեմ ինչ, Քաջարյանի մասին են խոսում թե ինչ, կամ ուրիշ երկրի շահերը պաշտպանող, կամ ինչ որ այդպես պիտակավորում է, որ հիմա շատ լավ, ավելի լավ են անում դա, երբ որ մարդիկ հակառակը այդ իրանց պայքարի համար զրկվում էին տարբեր բաներից, փող պետք է վճարեին դատական турքեր վճարելու կամ չգիտեմ ինչ որ բաներ, իրանց ժամանակից էին կտրվում, մարդիկ այնտեղ գիշերում էին պոստերում, ու ես եղել եմ այնտեղ, երբ որ գնում էի խանութից բան առնել, ուտելիք այդ որ տանեմ այնտեղ, պարզվում է խանութի աշխատողներ, տարբեր մարդիկ տենց գալի առնում, որ այդ մարդիկ ուտեն, որտեղ նրանք փաստորեն աշխատանքի չէին գնում, մնում էին տեղ, գիշերում էին, ում է հաճելի 24 ժամ քո, ասենք, գնաց միտեղ չոլում, պարգես, այնտեղ չոլ է իսկապես, վագոնում, ամառվա շոքին, այսինքն տենց բաներ, երբ որ այդ բաներին անուն են կպցնում, որ նրանք անշահախնդիր չեն դա անում, չեն մտածում, որ այդ մարդիկ բոլորիս համար են դա անում, որովհետև այնքան ապացույցներ կան, օրինակ, Լիդիանը ներկայացրել էր ինչ-որ, կարդացել եմ ես դրանք, շմագը,
ինչ որ մասնագետներ, լուրջ մասնագետներ, լուրջ ինստիտուտների մասնագետներ տալիս են իրանց եզրակացությունը, որտեղ մանրամասնորեն գրած է թե ինչ վտանգներ կա, ջրերի համար ինչ վտանգ կա, որ սեյսմիկ բան կա, ինչ վտանգ կա եւ այլն։ Մարդիկ խոսում են ուրանի մասին, որ ուրան կա։ Լիջանի այդ ձեռնարկության տնօրենը Հայկ Ալոյանը կարծեմ։ Սաղ փոխվում են, տերերը փոխվում են, ինքը մնում է։ Հենց Հայկ Ալոյանի հայրը, տեսել եմ ես, եզրակացությունը, որ ուրանի պաշարները այնտեղ մեծ են։ Ինքը ասում է չկա նման բան, պաշարներ չկան, ուրանի մասին խոսք չի լինում։ Չկա տեղ։ Մենք էլ մի զեկույց պատրաստեցինք տարբեր կազմակերպություններով, կանգնեց, հա, այդ կանգնացրեցինք, դա հաղթանակ էր։ Ու ես հիշում եմ Բրյուսելում կար մի հավաք ԵՄ-ի եւ բնապահպանական կազմակերպությունների միջև տարբեր երկրներից եկել էին այնտեղ։ Ունդեղ օրինակ շատ հետաքրքիր էր, երբ որ Վիետնամից, Կամբոջայից այդ երկրներից ասում էին շատ լավ եք մտածել եվրոպացիք, դուք ձեր աղբահանությունը անում եք տարատեսակ, սա կազմակերպված մաքուր, հետո այդ ամեն ինչ բերում եք մեր մոտ, մենք վառում ենք, ու մեր օդը դրանից շատ վատանում է, հողը եւ այլն, հա։ Այսինքն ինչ որ պրինցիպներ կան, որ ասում են եկեք սենց անենք, սենց լավ է, բայց դա շատ ժամանակ արվում է ուրիշ երկրների հաշվին։ Կամ այն օրը Լարիսա Ալավերդյանը օգտագործեց տեղական ռասիզմի մասին, հա, բան, ու ես հիշեցի Կենիայում օրինակ։ Այնտեղ կա հարուստների խումբ, սպիտակների, սպիտակամորթ մարդկանց եւ սևամորթ մարդիկ հիմնականում այն չքավոր ժողովուրդն է, բայց մեծ մասն է, այսինքն կա քիչ տոկոս սպիտակամորթ եւ այն սևամորթների, որոնք որ պաշտպանում են իրանց, հա, ու մնացած մարդկանց, որ աղքատության մեջ են ապրում ու օգտագործում են։ Ու վատ շատ սոցիալական բան է, հա, ապրելակերպ է։ Ուզում ասեմ, այդ բաները նման է աշխարհի մոդելին։ Հա, այն բաները, որ մենք պետք է հասկանանք, որ զավթողական եւ կոլոնիալիզմը սա միջև այսօր կա տարբեր տեղերում, հա։ Կա դրա ձգտումը, երբ որ Միացյալ Նահանգները ամբողջ աշխարհով դնում են իրենց ռազմական բազաները ու ասում են, որ դա Ամերիկայի անվտանգության համար է։ Այսինքն այդ բաներին մենք չպետք է ուշադրություն չդարձնենք։ Այն փաստը, որ ՆԱՏՕ-ն ամեն ինչ անում է, որ Ռուսաստանը լինի ներգրաված մեծ պատերազմի մեջ, այդ փաստը չտեսնելը մենք չենք կարող։ Ինչքան մենք չսիրենք Ռուսաստան, ինչ որ մարդիկ չսիրեն, հա, Ռուսաստանը, պաշտպանեն, սիրեն Ուկրաինան, ուկրաինական մշակույթի երաժշտությունը եւ այլն, հա։ Բաներ կա, որ մենք պետք է ավելի գրագետ լինենք, ավելի ճանաչենք ու ավելի իմանանք ինչա կատարվում։ Ու երբ որ դեղ ասում են, որ ՆԱՏՕ-ի վտանգ կա, ու հիմա եթե ՆԱՏՕ-ի հետաքրքրությունը չլիներ, եթե Եվրոպան հետաքրքրված լիներ խաղաղության մեջ, հա, ինչա պատերազմը այսքան տարի շարունակվում։ Ինչի Ուկրաինային ասում են դու կռվի, մենք քեզ զենք կտանք, բայց դու կռվի։ Նույնիսկ ասում են, որ չունես հիմա զինվոր այդքան, այն երիտասարդները, որ Եվրոպայում եկել տեղավորվել են, մենք իրանց հետ կուղարկենք, թող իրանք կռվեն, բայց ինչ պետք է անեն։ Այսինքն, եթե դու պետություն ես, որը որ ունի հումանիստական մոտեցում, որը արժեքավորում է մարդու կյանքը, որը որ ուզում է համերաշխություն, որը որ մտածում է մարդկային, դեմոկրատիկ եւ այլ արժեքների մասին, ինքը չպետք է թույլ տա նման հակամարտություն, որը պետք է տևի 4 տարի, որին ամեն ինչ պետքա փաստորեն մատակարարել, ամեն ինչ թողել, փաստորեն իրանք հիմա ասում են, որ մեզ ժողովրդավարական արժեքներ պետք չեն, քանի որ մենք դրա համար ոչ փող ունենք, ոչ ժամանակ ունենք, մենք պետքա
ավելացնենք մեր ռազմական բյուջեն, ռազմական կարողությունները։ Ուզում եմ ասել, որ հիմա շատ փոփոխվում է ամեն ինչ տարբեր տեղերում։ Ամերիկայից սկսած Չինաստանից վերջացրած ու մեջտեղի պատմություններ ու քաղաքացիական հասարակությունը այդ երկրներում լավ էլ ակտիվ են։ Մասամբ իհարկե պատասխանեցիք անդրադարձակ հարցին, թե ինչու է քաղաքացիական հասարակության այս կառույցները, կազմակերպությունները կարծես մի քիչ ավելի նիհիլիզմի մեջ լինեն, երբ հակառակը նախկինում շատ ավելի ակտիվ էին եւ նախկինում փաստորեն մասնագիտական կարծիքի համաձայն նախկինում չկային այսքան իրավունքի խախտումներ, հիմա ավելի շատ են իրավունքի խախտումները, բայց ավելի քիչ է դիմադրությունը։ Այս ֆենոմենի բացատրության տեսակետից ուզում եմ փորձենք ամփոփել։ Ինձ թվում է այդ ֆենոմենի մեջ շատ մեծ տար կա հոգեբանականը։ Երբ որ մարդիկ անում են ինչ-որ բան, թե ժողովրդի լայն ավելի բաների համար, թե կազմակերպությունների համար։ Երբ որ մարդիկ, որոնք որ ուղղակի իմ համար միշտ բարձ է, որ համաձայն չես այս բանի հետ, գնա ընտրի քո ուզածին, հա, որտեղ ում հետ խոսում ես, իրանք միշտ բողոքում են, ոնց որ հիմա ի դեպ։ Ում հետ խոսում ես, Փաշինյանից դժգոհ է, բայց չգիտեմ, որ տոկոս ինչ է քվեարկել, հա։ Բայց այդ ավանսը, որ տվեցին Փաշինյանին բերելով բանի, երբ որ գիտեին, որ կոմպետենտ չեն, բայց ասում են լավ, կստացվի, կսովորեն, կանեն, կստացվի ու տարբեր բաներում ոչինչ թող փորձեն ջահել ուժը, չգիտեմ։ Հա, թողեք, թող աշխատեն։ Թեվավոր խոսքը։ Հա, միջև որ պարզ չդառա, որ մասնագիտականը մեկը իրանց չի հետաքրքրում, այդ չգիտեմ ինչքան ժամանակ ունենք, բայց դրա մասին ուզում եմ խոսել։ Երբ որ Ամուլսարի տարբեր էքսպերտիզաներ արած բաներ լինում են։ Երբ որ Արտուր Գրիգորյանը օրինակ բնապահպանական տեսչության պետ որ նշանակեց, որ նշանակեցին ու ասում ես, հա, մասնագետ տարել են, ինչ լավ է հիմա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ու մասնագետ է ու հետաքրքրված է, որ լինի ոչ թե ստից բնապահպանության նախարարություն, այլ որ ինչ որ նենց բաներ անեն, որ բնապահպանությանը իսկապես օգուտ են մեր ապրելակերպին, մեր ավելի ռիսկայնություն տարբեր հիվանդություններ ձեռք բերելու ավելի իջացնեն եւ այլն։ Նա անում է էքսպեդիցիա Ամուլսար եւ այլն, լիքը թղթեր են պատրաստում տարբեր բաներ, դա մի կողմ է դրվում։ Հետո իրան հանում են, երբ որ ինքը անում է Քաջարյանի մոնիտորինգ, ու միանգամից ես կարդացել եմ դեռ տարբեր բաներ է, լուրջ ինչ որ բացահայտումներ անում, դրանից հետո իրան հանում են, այսինքն ինքը նա պետք չի։ Բայց ինչ անում Նիկոլ Փաշինյանը։ Մի հատ էլ ինքը LRD-ին պատվիրում բան, էքսպերտիզա ու շոուի անում, ոնց որ ինքը անում է այն օրվանից մինչև հիմա։ Նստած էկրանների առաջ Նիկոլ Փաշինյանը պիտի հասկանա, թե LRD իրան ինչ է ասում ու դրանից ինքը որոշում կայացնի։ Այսինքն այդ մանիպուլյացիան, որը արվում է, Նիկոլ Փաշինյան դու ինչ թեկուզ քեզ այդքան բացատրեցին, հա, տարան վերտալոտներով ինչերով։ Դա շատ նեղ մասնագիտական տարածք է։ Բայց մասնագիտ, այսինքն դա տարբեր մինիստրության ուրիշ աշխատակիցների աշխատանքն է, եթե իրանք փող չունեին, դա իրանք անեին, ուրիշ մասնագետներ արել են, ձեզ ներկայացրին, դա ուսումնասիրեք, բերեք իրան ասեք, որ հեսա տվյալներ, որով չի կարելի։ Ոչ թե նա նստի ու LRD-ի հետ խոսա, ու նույնիսկ LRD-ը ասի շատ ռիսկային է, ինքը էլի դա շարունակի անել։ Այսինքն, բայց դրանից հետո Ամուլսարի բանը, եթե մենք տեսնում ենք, շարժումը ընկել է, որովհետև մարդիկ շատ վատ վիճակում էին, միջև հիմա ինձ թվում է, հիմա մի քիչ փոխվում է, պատերազմից հետո բոլորը ձեռքերը թևաթափ էին, որովհետև շատ ծանր, եթե նույնիսկ մարդ իր ընտանիքում, իր բարեկամների մեջ չի ունեցել ինչ-որ տենց կորուստ, շատ մոտիկ մարդը, բոլորը դեպրեսիայի մեջ են, որտեղ դա շատ ցավալի բան էր։ Էլ չեմ ասում Արցախի կորուստը, էլ չեմ ասում այն անվտանգության ռիսկերը, որ մենք հիմա ունենք, երբ որ մենք լսում ենք, երբ որ այնտեղ
շիկա հողում ծառերը կտրվում են, մեր շտաբի պետը ասում է, ես ինչ ասում, ես ասում եմ դրա մասին, խոսում եմ, այսինքն ինքը ՀԿ-ի է, որը պետք է բարձրաձայնել, ասում է տեղեկացնում, ասենք Նիկոլ Փաշինյան, հա։ Եթե ես ՀԿ լինեմ, եթե ես լինեմ տեղի բնակիչ եւ այլն, իմ գործառույթների մեջ ես դրանից շատ չեմ կարող անել, բարձրաձայնել նա դրա մասին, հա։ Իսկ ինչ որ պաշտոնյաների գործառույթների մեջ ինչ որ իրանց մոտ գրած է, դա պետք է անեն։ Դա չեն անում։ Այսինքն այդ համետ հոգեբանական վիճակը։ Երկրորդը բաներ կան, որը որ դու պետք է հասկանաս ավելի վտանգավորը որն է։ Դու ասես չէ նրանք շատ վատն էին, բայց տեսնում ես որ հիմա ամեն ինչ վատ է գնում։ Քեզ հրամցնում են, որ հա մենք Ռուսաստան չենք, մենք Բելարուս ենք, բայց ավելի վատ բաներ են անում։ Ու դու սուս մնաս ու ասես որ չէ մենք չենք ուզում Ռուսաստանից կախված լինենք, մենք Եվրոպա ենք գնում, երբ որ Եվրոպան իր խաղերն է խաղում, վաղուց արդեն չի էլ փորձում ցույց տալ, որովհետև արդեն նենց փաստեր կան, հա, որ նրանք ունեն հստակ իրանց շահը եւ չեն ուղղորդվում ժողովրդավարական ինչ որ սկզբունքներով, այլ ունեն շատ ստրատեգիկ պետություններին, իշխանություններին համապատասխանող մոտեցում, թեև իհարկե նրանց իրենց մոտ ավելի բարձր է այդ ժողովրդավարության կուլտուրան, հասկացությունները եւ այլն։ Ուղղակի իշխանությունները ոնց որ Իրաքի ժամանակ ասում էին, հա Ամերիկա դու գնա, եթե քեզ պետք է համաձայնություն տալիս են գնա ռմբակոծի, հիմա արդեն մի քանի հոգի Իրանի դեպքում ասեցին, դրանից հետո ասին սխալ ենք արել, համ Ամերիկան ասում սխալ ենք արել, համ իրանք են ասում։ Հիմա Իրանի դեմ արդեն այդքան միահամուռ դուրս չեկան, չնայած էլի օգնեցին տարբեր ձևերով, հա։ Այսինքն սև սպիտակ չի, ու մենք էլ թե մարդիկ, թե քաղաքացիական, մենք հիմա բոլորս դառել ենք քաղաքացիական հասարակություն, որովհետև եւ քաղաքացիական հասարակությունների ժամանակը ավելի ակտիվանում, երբ որ ինչ որ բաներ նենց չեն կատարվում, երբ որ իշխանությունը իր գործառույթները չի կատարում այնպես, որ մենք հանգիստ մեր գործով զբաղվենք, ով ինչով զբաղվում է, հա, նա ավելի ակտիվանում, որտեվ հասկանում է, եթե ինքը հիմա այսօր ձեն չհանեց, հետևանքները ինքն է կրելու։ Ու կարծում եմ, ու ես տեսնում եմ, որ հիմա այդ համերաշխության տարբեր նախաձեռնությունները ավելի են շատանում։ Պատգամավոր կանայք նամակ են ուղարկում Արեգնազ Մանուկյանին պաշտպանելու, մի խումբ կանայք առանձին տարբեր մասնագիտության էլի հավաքվեցին նամակ ստորագրություններ հավաքեցին Գագիկ Ծառուկյանի համար տարբեր կուսակցություններ էլ նամակ են պատրաստում այսինքն ու մարդիկ տարբեր մասնագետներ ավելի շատ են խոսում այն մարդիկ ովքեր որ չեն խոսացել հա Ուզում եմ ասել, եթե շատ բռնություն կիրառել է պետական բռնության մասին եմ խոսում, վտանգավոր է նաև հենց կիրառողների համար, որովհետև դա անուղղակի ձևով համերաշխություն է ձևավորում հանրային կյանքում։ Մի կողմից դա, բայց դա շատ բարձ գիտելիք է կարելի է շատ հեշտ իմանալ դրա մասին։ Բայց որ հեշտ չլինի մեզ համար։ Հիմա մեկ էլ Եվրոպայից գալիս է մի խումբ, որը որ պետքա զբաղվի ինչ որ հանձնաժողով, որը որ պետք է զբաղվի հիբրիդային պատերազմներով։ Այսինքն դա շատ փորձառու մարդիկ են, որոնք Մոլդովայում են աշխատել, որոնք գիտեն, տեխնոլոգիաներ տարբեր գիտեն, տեխնիկաներ, մեթոդներ գիտեն, որով կարելի է էլի լրատվական տեղեկատվական դաշտը այնպես փոխել, որ էլի մարդիկ սկսեն քիչ հասկանալ լավ չհասկանալ, բայց քանի մենք հնարավորություն հուսով եմ, որ այդ հնարավորությունը մենք ունենանք, լրատվամիջոցների նորմալ աշխատանք, բլոգերների եւ այլն, որպիսի եթե
մենք ամեն մեկը իր գործով է զբաղված։ Եթե ուզում ենք լրացնել ինչ որ մեր գիտելիքները ինչ որ ոլորտում, պետք է մենք լսենք։ Ոչ թե միանգամից տրվենք, երբ որ մեկը ընդեղ ասում է, «Էս ինչ մասնագետ է, որ խոսում է»։ Իսկ էս ասինքն փնովում են, որ արժեքազրկեն, հա, ավտորիտետ հեղինակազրկեն ինչ որ մարդկանց, ու դրանով պատերազմը երևի հիբրիդային պատերազմը, չգիտես, իրանք պայքարում են դրա դեմ, թե հենց ստեղծելու են։ Ես էլ եմ լսում տարբեր էքսպերտների, մանավանդ ավելի շատ սկսեցի լսել, երբ որ ու նայել ու հետևել այդ Էփշտեյն ֆայլերի, եւ երբ որ սկսվեց այս վերջին պատերազմը, վերջինը չէ, արդեն քանի անգամ վերասկսվել է, հա, Իրան, Ամերիկա-Իրան պատերազմը։ Ու միտեղ մի շատ պոպուլար էքսպերտ ասում էր, որ Հայաստանում գտնվում է, դա մի 2 ամսվա առաջվա պատմություն եմ ասում, հետո Ամերիկայի հետախուզական CIA-ից կենտրոնից ամենաշատ լրտեսները, աշխատակիցները գտնվում են Հայաստանում։ Դա ասելով ոչ թե թվի բանով, հա, թվերով, այլ տոկոսային իմաստով, թե բնակչության գործակալների։ Ու ասում է, դե երևի դա Իրանի ու Ռուսաստանի դեմ են իրանք տեղից աշխատում։ Երբ որ Եվրամիության կոնֆերանսը ստեղ անցկացվեց, երբ որ Եվրամիությունը ուղարկում է տարբեր հանձնաժողովներ, ու երբ որ սենց են ընթանում մեր զարգացումները, սենց են գնում, ես հիմա այն ժամանակ մտածում եի, կարող է ճիշտ ասում Իրանի ու Ռուսաստանի դեմ է, բայց հասկանում եմ, թե Հայաստանը ինչ կարևոր տեղ է դարել Եվրոպայի համար եւ Ամերիկայի համար, որ այդքան ջանք են դնում, այդքան տարբեր բաներ են մտածում։ Իրանց տվածը այդքան շատ չի, այսինքն եթե մենք համեմատում ենք կորուստները գյուղտնտեսվարների ու 15 միլիոնը, որ տալիս է, ասենք, Եվրոպան, հա, վարկով այնտեղ։ Հա, վարկով։ Դա ուղղակի թիվն են դեղ բերում, հեսա որ երևի հաշվեն հիմիկվա վնասները ու շարունակող վնասները ինչքան են, հա, այս որ չեն կարող արտահանեն, համեմատենք, տեսնենք, բայց այն հետաքրքրվածությունը, ձգտումը Եվրոպայի, որպեսզի նրա ու Ամերիկայի, որպեսզի պահեն ու Ադրբեջանի ու Թուրքիայի նաև Նիկոլ Փաշինյանին որպես իշխանություն Հայաստանում ու ջանքերը, որ դնում են մասնակցություն ունենան, հա, լրատվական դաշտը կառավարելու եւ մի խոսքով կարողանալու տարբեր բաներ անել ստեղ, հա, ու այդ ձգտումը ինձ համար եւ շատերի համար ինձ թվում է պարզ ոչ թե պարզ չի, թե ինչի են տենց անում, մոռացված ենք ինչ-որ ժամանակ, հա, ինչի են տենց անում, բայց ավելի է պարզ դառնում, որ ունեն այդ շատ Հայաստանի հետ կապ չունեցող, Հայաստանի ժողովրդի բնակչության հետ կապ չունեցող խնդիրներ, օրակարգեր եւ այլն, որպեսզի ոչ էլ ժողովրդավարության հետ կապ ունեցող, հա, օրակարգ ունեն, որոնք իրանք հետապնդում են, ու հիմա քանի որ Նիկոլ Փաշինյանը եկել է ժողովրդական ալիքի վրա, համարելով, որ լեգիտիմությունը շատ է նրա, կարող են հիմա անել տարբեր բաներ, ինչ որ ուզում են անել, ու փորձում են շատ արագ կերպով, ոչ թե այս վերջին ամիսներին շատ արագ կերպով են այդ ամեն օր նոր բան են անում։ Սակայն երևի նրանք հասկանում են, եթե չեն հասկանում, մի անգամ էլ ասենք, որ պետք է երևի հիասթափվեն, որովհետև այն լեգիտիմությունը, որոնք նրանք պատկերացնում էին, որ Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն ունի, այլևս չկա տենց բան։ Ոչ միայն ընտրություններով է դա պարզ, որովհետև գիտենք ընտրություններում ինչքան խախտում ա եղել ու ինչքան մարդ ուղակի վախից, ճնշումներից տարբեր եւ այլ, նույնիսկ տարել են մի քաղաքապետարանից տարել են ամբողջ
անձնակազմին գյուղ, որպեսզի այնտեղ քվեարկեն, որպեսզի կարողանան հետևել, թե ոնց են քվեարկել այդ մարդիկ, այս պայմաններում լեգիտիմության մասին խոսալ, բարձր լեգիտիմության մասին շատ սխալ է, հակառակը հիմա խոսակցությունը ավելի ամրապնդվում, որ ոչ ընտրություններն են լեգիտիմություն վայելում, եղել լեգիտիմ, ոչ իշխանություններն են, ներկայիս իշխանությունները լեգիտիմության մեծ հարց ունեն։ Շնորհակալ եմ զրույցի համար, հիշեցնեմ, որ մեր տաղավարում իրավապաշտպան քաղաքագետ Մայա Բարխուդարյանն էր, քննարկումները կշարունակվեն ամենայն բարիք։